Մամեջանյանին, բարի գալուստ։ Դուք էլ մի հարց ունեք, համեցեք։ Պարոն Խանդանյան, հարցից ձեզ է ուղղված։ Մենք մեր հանձնաժողովում ունենք եւս մեկ անդամ, պարոն Լևոն Քոչյանը, արդյոք նա տեղեկացրել է, թե ինչու ներկա չէ հանձնաժողովի նիստին, որտեղ երեք միջադեպից հետո նիստերի դահլիճից փախավ ու էլ չենք տեսել նրան, անհանգիստ ենք։ Ոչ, Տիկին Հակոբյան, պարոն Ռուստամյան, հարցին ձեր ուղղված։ Ձեր նշած պատգամավորը ոչ ինձ, ոչ հանձնաժողովի քարտուղարությանը չի զգուշացրել հանձնաժողովի նիստին չմասնակցության իր վերաբերյալ, իսկ հիմա խոսքը փոխանցեմ ձեզ Տիկին Հակոբյան որպես հարակից զեկուցող։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը ամբողջ մարդկության համար է մեծ իրադարձություն, որը հնարավոր է դարձել բազմաթիվ պետությունների եւ ժողովուրդների միասնական պայքարի շնորհիվ։ Բայց այսօր քննարկվող հայտարարության տեքստում այն համամարտկային համագործակցությունը գրեթե անտեսված է, ամբողջ շեշտը դրված է միայն Խորհրդային Միության վրա, առանց խոսելու այն երկրների մասին, որոնք ոչ պակաս վճռորոշ դեր են ունեցել այս հաղթանակի ապահովման գործում։ Այս թվում գայարները որևէ առնչություն չունեն իրենց բնույթով, պատմական ժամանակով եւ միջազգային ընկալմամբ։ Վերջապես այդ հայտարարությունը, որի բուն իմաստը պետք է միավորող լիներ, պատմական ճշմարտության շուրջ իրականում դառնում է բաժանարար գիծ։ Այն չի միավորում քաղաքական ուժերին, հանրությանը, ֆաշիզմի դեմ պայքարի գաղափարի շուրջ, հիմնականում մեղադրական շեշտադրումներ են, ոչ թե խաղաղության ու երկխոսության կոչ։ Եվ բացի սա, ինչպես գործընկերս էլ ասաց, նախադեպ չի եղել հայտարարության տեքստ ունենալու նորանկախ Հայաստանի խորհրդարանում, սակայն մշտապես նշվել է եւ հայտարարության տեքստեր են եղել ինչպես վարչապետի, երկրի նախագահի, ազգային ժողովի, այնպես էլ ազգային ժողովի օրինակ նախագահի անունից։ Եվ այս հիմնավորմամբ առաջարկում եմ մեր հանձնաժողովին դեմ կամ ձեռնպահ մնալ հայտարարության քվեարկության ժամանակ։ Հարցեր հիմնական զեկուցողին, համեցեք պարոն Ռուստամյան։ Ես ձեր խոսքից հասկացա, որ եթե օրինակ Շուշիի մասը հանենք, դուք պետք է որ դեմ չլինեք այս հայտարարությանը, որովհետև ըստ էության դուք էլ եք հաստատում, որ տարբեր պաշտոնյաներ հայտարարություն են արել։ Նիկոլ Փաշինյանն էլ գնացել մասնակցել է զորահանդեսին Մոսկվայում։ Հիմա ինչ նախանգարում, որ ազգային ժողովը կարևոր դատա է 80-ամյակ, ցույց տա, որ ինքը նույնպես կարևորում է Հայաստանի եւ հայ ժողովրդի մասնակցությունը այդ իրադարձությանը, որ համաշխարհային մասշտաբով է նշվում ըստ էության, որ դատապարտվել է ֆաշիզմը, Նյուրնբերգ է եղել, ամբողջ պատմությունը փոխվել դրանից հետո, այսինքն մարդկության մեջ, եթե պատմության մեջ բաներ նշենք, կարևորագույն դատաներ, մեկը հաստատ հայրենական մեծ պատերազմի արդյունքներն են եւ դրա հետ տեղի ունեցած ամբողջ ողբերգությունը։ Հիմա ինչու պետք է ազգային ժողովը հայտարարություն չանի։ Լավ, նախ ինչու դուք չպետք է առաջարկեք դա անել։ Մեծամասնությունը դուք եք եւ որպեսի ցույց տաք, որ դուք իրավահաջորդն եք այս ամբողջ պատմության։ Ինչու պետք է դուք ինքներդ չնախաձեռնեիք եւ ինչու չեք նախաձեռնել։ Ցավում եմ, որ իմ հիմնավորումներից միայն դա նշեցիք, բայց եթե հայտարարության տեքստը օրինակ լիներ զոհերի հիշատակի հարգման, խաղաղության կոչի եւ այլնի մասին, հաշվի առնելով հոբելյանական 80-ամյակը հաղթանակի, ապա այստեղ այլ քննարկում կունենայինք։ Ես նշեցի մի քանի պատճառներ, այդ թվում պատմական եւ ժամանակագրությամբ եւ ընկալմամբ տարբեր ձեր նշած իրադարձություններ, հիմնավորումներից մեկը։ Հա, բայց դուք դա ձեր հիմնավորումներն եք ասում, խոսքը գնում է հայտարարության մասին։ Ձեր խոսքը շատ կարևոր է, բայց չունի են նույն արժեքը եւ կշիռը, ինչ որ կունենա ազգային ժողովի հայտարարությունը, չէ՞ դրանք ընդունեք, որ տարբեր բաներ են։ Տարբեր է նաեւ տարբեր պաշտոնյաների կողմից կատարած հայտարարությունը։ Ի վերջո
Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական պետություն է եւ առաջնային մանդատով ոչտված մեկ մարմին կա, այս մարմինն է եւ 80-ամյակը կարևոր իրադարձություն է, ինչու պետք է ազգային ժողովը հանդես չգա հայտարարությամբ, ես դրա մասին եմ ասում։ Շատ լավ, պարոն Ռուստամյան, ինչի պետք է նախորդ տարի չլիներ, 5 տարի առաջ չլիներ, երբ դուք էլի խորհրդարանում եք, հա, մի քանի տարի առաջ չլիներ, այլ հենց այս տարի լիներ, եթե այդ նույն հիմնավորումն ենք ասում, եթե սրան պատասխանեք, միգուցե որպես իմ ավագ գործընկեր ձեզ հողոմանելով պատասխանեմ, բայց դե 70 ա եղել, 75 ա եղել եւ այլն։ Բացի դա, եւ որ ասում եք իմ խոսքը, ես անձնապես իբրև անհատ չեմ, էլի խոսքով հանդես գալիս, այլ լիազորված հանձնաժողովի անունից իբրև հարակից եկուցող եմ խոսքս ձևակերպել։ Հայկ Մամեջանյան։ Տիկին Հակոբյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ հայտարարությունը պարունակում է դատապարտող որակումներ։ Ինչ կասեք, բա ֆաշիզմի ու նեոֆաշիզմի մասին ոնց խոսենք։ Փշի անելով, գովաբանելով աշխարհի բոլոր երկրները, անկախ իրենց աշխարհաքաղաքական ուղղվածությունից։ Այդ թվում նաև այն երկրներ, որոնք եղել են Հայաստանին հակընդդեմ ճամբարում այդ պատերազմի ժամանակ, հիմա միաձայն դատապարտում են ֆաշիզմը եւ նեոֆաշիզմը։ Ես ուզում եմ հասկանալ, բացի դատապարտումից ֆաշիզմի ու նեոֆաշիզմի նկատմամբ, ուրիշ ինչ պիտի լիներ։ Պարոն Մամեջանյան, խոսքը դրա մասին չէր։ Ինչպես ասացի, հայտարարության տեքստը եւ նաեւ երբ որ օրինակ նայում ես այլ երկրներում նմանատիպ հայտարարություններին, պետք է միավորման մասին լինի եւ ոչ թե ինչպես ասացի, բաժանարար գծելու մասին։ Սրա մասին էր ամբողջ խոսքը եւ սա միասնության կոչ չէր։ Արձագանք։ Որպես արձագանք մեջ բերեմ հայտարարության վերջին նախադասությունը, որին դուք հիմա հարակից զեկուցող եք, ու ասում եք միավորման բան չկա մեջը։ Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական ոճը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի եւ նացիզմի ցանկացած դրսեւորմանը։ Սա ուզում եմ հասկանամ ում է ոչ միավորման կոչ։ Մենակ մի միավորների, ֆաշիստներին եւ նեոֆաշիստներին։ Հա, իրանց դուրս ենք թողել այս հայտարարությունից։ Կարծում եմ դա տրամաբանական։ Տարբեր են լինում հայտարարությունները, տարբեր են լինում տրամաբանությունները, որոնք դրվում են այդ հայտարարության մեջ, բայց կարծում եմ այն երկրի ազգային ժողովը, որը նեոֆաշիզմի հետ բախվում է ամեն օր սահմանային կրակոցների տեսքով, դրան նախորդող ամենաաղաղակող դեպքը, որը նշված է հայտարարության մեջ, դա էթնիկ զտումն է, կարծում տրամաբանական է, որ այդ երկրի ազգային ժողովը այդ ծիրից պիտի նայի այս հարցին։ Չեմ հասկանում ինչու նա հարց է այստեղ, որովհետև դա տրամաբանական է։ Այն ժողովուրդը, որը արդեն որ-երրորդ անգամ առնչվում է, առերեսվում է, հիմա արդեն նեոֆաշիզմի հետ, այո, այսպիսի հայտարարություն պիտի ունենա այդ երկրի ներկայացուցչական մարմին։ Կարծում եմ դա տրամաբանական։ Հարցով ձեզ պատասխանել, պարոն Մամեջանյան, օրինակ, հայնական մեծ պատերազմի ժամանակ խորհրդային Ադրբեջանը նացիստ էր, թե հետո դարձավ նացիստ ձեր ձևակերպմամբ։ Ստիպված եմ պատասխանել երևի պարոն Խանդանյան։ Տեսեք, ես չեմ հիշում Տիկին Հակոբյան, դուք կրթությամբ քաղաքագետ եք թե չէ, բայց ազգերը նացիստ կամ ֆաշիստ չեն լինում։ Դա բխում է իշխող կարգից, դա նույն տրամաբանությունն է, որ դուք ինձ հիմա հարցնեք, իսկ հիմա Գերմանիան, չեմ ուզում օգտագործել հաշվի առնելով կարգավիճակը, որպեսզի միջազգային որևէ խնդիր չլինի, այնպես որ ես չեմ կարծում, որ տեղին է ես խոսեմ, թե խորհրդային Ադրբեջանը այդ տարիներին ինչ է արել, որովհետև ես սովոր չեմ գովել Ադրբեջանը, ի տարբերություն ոմանց։ Կարծում եմ ձեր հարցի պատասխանը ԵՊՀ-ի քաղաքագիտության գրքի կամ առաջին կամ երկրորդ կուրսում։ Հարցերն ավարտվեցին, չունեք չէ հարցեր։ Հարցեր այլ չկան, չէ, ոնց հասկանում եմ։ Հիմա
ելույթներ կունենանք, ելույթների փուլն է, ես ընդհանրապես կուզեմ այդ հայտարարությունների ընդհանրապես հայտարարություններ ընդունելու խորհրդարանական ավանդույթին անդրադառնամ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը իր գոյության ընթացքում ընդունել է 14 հայտարարություն։ Եվ այդ բոլոր 14 հայտարարությունները եղել են հիմնականում շատ հրատապություն են պարունակել, բացառիկ իրադարձությունների են վերաբերվել։ Եվ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարություններ են եղել, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ հայտարարություններ են եղել, այդ հայտարարությունների գրեթե կեսը ընդունվել են 7-րդ եւ 8-րդ գումարման խորհրդարաններում։ Եվ դրանց այդ հայտարարություններից է նաև օրինակ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ տխրահռչակ հայտարարություն ազգային ժողովի։ Եվ երբևէ տոնական, կամ հոբելյանական իրադարձությունների վերաբերյալ ազգային ժողովը հայտարարություններ չի ընդունել։ Հանրապետական կուսակցությունը 2015 թվականի մայիսի 9-ի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի վերաբերյալ հայտարարության նախագիծ չի ներկայացրել։ 2005 թվականին 50-ամյակին վերաբերյալ եւս նախագիծ չի ներկայացվել։ Ընդհանրապես դուք եք այն ժամանակ հանձնաժողովի նախագահ պարոն Ռուստամյան։ Եվ իսկապես մեր խորհրդարանական ավանդույթի տեսանկյունից մենք չունենք այսպիսի նախադեպ այդ նման առիթներով հայտարարություններ ընդունել, որովհետև կա այլ նախադեպ, այլ ինստիտուտներ են ուղերձներ հողում, վարչապետն է ուղերձ հղում կամ այն ժամանակ հանրապետության նախագահն էր ուղերձ հղում, խորհրդարանի նախագահն էր խորհրդարանի անունից ուղերձներ հղում։ Եվ դուք դա նշեցիք ձեր խոսքում, պարոն Աբրահամյան, իսկապես միջոցառումների են մասնակցում եւ այլ կերպ են հիշատակում այս օրը եւ նաեւ երբ որ ասում եք իսկապես այս հայտարարության մեջ փորձ է արվել ամեն ինչ խառնել իրար։ Հիմա պարոն Մամեջանյանն ասում է սահմանային կրակոցների ենթարկում Հայաստան, գուցե հայտարարությունը դրա մասին պետք է լինի եւ դա չպիտի լինի հայրենական մեծ պատերազմում տարած խորհրդային միության հաղթանակի վերաբերյալ։ Սա է ուղղակի ուզում ասել հայտարարությունների ժանրի վերաբերյալ մեր ազգային ժողովում։ Հիմա հարգելի գործընկերներ, Տիկին Կարապետյան, հետո դուք Տիկին Գրիգորյան։ Շնորհակալություն, պարոն նախագահ, հարգելի գործընկերներ։